Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կպահպանի Հորմուզի նեղուցի նկատմամբ լիակատար վերահսկողությունը մինչև Իրանի հետ համաձայնագրի կնքումը։ Ոչ մի նավ չի կարող մուտք գործել այնտեղ եւ դուրս գալ այնտեղից առանց ԱՄՆ ռազմածովային ուժերի թույլտվության, նշել է նա։ Թրամփը նաև պնդել է, թե Իրանում ներքին պայքար է ընթանում մարտադաշտում մեծ պարտություն կրած կոշտ գծի կողմնակիցների եւ չափավորների միջև եւ երկրում փորձում են հասկանալ, թե ով է իրենց առաջնորդը։ ԱՄՆ նախագահը նաև ռազմածովային ուժերին հրահանգել է ոչնչացնել իրանական փոքր նավերը, որոնք ականներ են տեղադրում Հորմուզի ջրերում։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ ամերիկյան ականազերծող նավերը մաքրում են նեղուցը։ ԱՄՆ պատերազմի նախարարությունն էլ հայտարարել է, որ Հնդկական օվկիանոսում կալանել է Իրանից նավթ տեղափոխող նավ, որը պատժամիջոցների տակ է գտնվում։ Բացի այդ, ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ իրանական նավահանգիստների շրջափակման 10 օրվա ընթացքում իրանական ափերից դուրս եկած կամ այնտեղ նավարկող 3 տասնյակից ավելի նավ հետ է ուղարկվել։ Իր հերթին Իրանն ապրիլի 22-ին Հորմուզի նեղուցում գրոհել էր 3 բեռնատար նավի վրա, գրավելով դրանցից 2-ը։ Իրանի նախագահը հայտարարել է, որ անկեղծ բանակցությունների գլխավոր խոչընդոտներն են հանձնառությունների խախտումը, շրջափակումը եւ սպառնալիքները։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն հրադադարի ընթացքում սպասում է Իրանի առաջարկներին։ Սպիտակ տան խոսնակը նշել է, նախագահ Թրամփն այդ առաջարկները ստանալու համար դեռ հստակ վերջնաժամկետ չի սահմանել։ Լիբանանը չի կարող ստորագրել որևէ համաձայնագիր, որը չի ներառում իսրայելական ուժերի լիակատար դուրսբերումը երկրի տարածքից։ Այս մասին Washington Post-ի հետ հարցազրույցում հայտարարել է Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը։ Նա նշել է, որ լիբանանցիները չեն կարող համակերպվել իսրայելական ներկայության եւ այսպես կոչված բուֆերային գոտու հետ, ուր տեղահանվածներին թույլ չի տրվում վերադառնալ։ Վարչապետը նշել է, որ Լիբանանն Իսրայելի հետ բանակցությունների մեջ է մտնում, քանի որ վստահ է, որ ԱՄՆ-ն կարող է իր լծակներով ազդել Իսրայելի վրա։ Ինչ վերաբերում է Հեզբոլլահի զինաթափմանը, որն Իսրայելի եւ Արևմուտքի հիմնական պահանջներից մեկն է, Սալամն ասել է, որ դա գործընթաց է, այլ ոչ թե մեկ գիշերվա իրադարձություն։ Ապրիլի 23-ին Վաշինգտոնում նախատեսվում է Լիբանանի եւ Իսրայելի ներկայացուցիչների միջև ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը։ Միևնույն ժամանակ, չնայած հայտարարված 10-օրյա հրադադարին, կողմերը հայտնել են փոխադարձ հարվածների մասին։ Իսրայելի հարձակումից Լիբանանի հարավում կին լրագրող է զոհվել, նրա գործընկերը վիրավորվել է։ Լիբանանի վարչապետը լրագրողների թիրախավորումը եւ նրանց մոտ փրկարար խմբերի մուտքը խոչընդոտել է, որակել է պատերազմական հանցագործություն։ Եվրոպական միությունը պաշտոնապես հաստատել է Ուկրաինային 90 միլիարդ եվրո վարկի տրամադրումը եւ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հերթական 20-րդ փաթեթի ընդունումը։ Կիպրոսի ներկայացուցչությունը, որը ներկայում նախագահում է ԵՄ խորհուրդը, հայտնել է, որ այս աջակցությունը կօգնի ֆինանսավորել Ուկրաինայի հրատապ բյուջետային եւ պաշտպանական կարիքները 2026 եւ 27 թվականներին։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան ողջունել են այս որոշումը, նշելով, որ դա թույլ կտա աջակցել Ուկրաինային ինքնապաշտպանվելու եւ արդար խաղաղության հասնելու գործում եւ միաժամանակ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ Նոր պատժամիջոցների ցանկում ներառվել է 46 լցանավ, 60 ընկերություն, 117 ֆիզիկական անձ։ Ապրիլի 22-ին Կիևին 90 միլիարդ եվրո վարկի տրամադրմանը եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթին հավանություն էին տվել Եվրամիության դեսպանները։ Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Ուկրաինան վերսկսել էր դրուժբա խողովակաշարով ռուսական նավթի մատակարարումը եւ Հունգարիան հանել էր իր վետոն։ Արքայազն Հարին Կիևի անվտանգության համաժողովում իր ելույթում Ռուսաստանի նախագահին կոչ է արել դադարեցնել պատերազմը, կանխելու ինչպես ուկրաինացիների, այնպես էլ ռուսաստանցիների հետագա տառապանքները։ Ավելի վաղ Կրեմլի խոսնակը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել իր ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկու հետ միայն խաղաղության համաձայնագիր կնքելու համար։ Միևնույն ժամանակ ռազմական գործողությունները շարունակվում են։ Ռուսական հարվածներից Դնեպրում 3 մարդ է զոհվել, 13-ը վիրավորվել։ Ժիտոմիրում թիրախավորվել է երկաթ գիծը կամ 1 զոհ։ Իսկ ուկրաինական հարվածներից Սամարայի մարզում կամ 1 զոհ, մի քանի վիրավոր։ Ռուսաստանի մի շարք շրջաններում ժամանակավորապես փակվել են օդանավակայանները։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։